Ձեր կարծիքով Մերձավանի ընդդիմադիր համայնքապետի սպանությունը քաղաքական սպանություն էր, թե անձնական հարցերով վենդետա։ Իմ կարծիքով անձնական հարցերով, որտեղ իրանց մոտ շատ թեժեր է աթոռի համար, սաղ իրանց հազար ներողություն կոտորում էին, որ նստեին այդ աթոռի համար, ու այդ աթոռն էլ իրանց գլուխը կիրավ։ Այդ քաղաքականի հիման վրա, այդտեղ ոնց որ իրանց մեջ լեզու չգտան, ու այդ բերես բախման էլի։ Չեմ կարծում, որ քաղաքական էր, միշտ էլ եղել են այսպիսի դեպքեր, միշտ 30-40 տարի շարունակ, միշտ եղել են, եւ չեմ կարծում, որ սա քաղաքական դեպք էր։ Աճելա, երեք աղմկահարությունն էլ ահա որ աղմկահարույցներ չգիտեմ։ Քանակը արդեն անտանելի է դառնում, ոչ օրենք կա, ոչ մի բան չկա, որ մարդ մեկին դիմի ինչ-որ մի հարցով։ Այն մարդիկ, ովքեր որ իրենց աշխատանքները պետքա շատ լավ տանեն, չեն տանում ուղղակի։ Սա ոչ անուն ունի, ոչ ինչ-որ սա կյանք չի։ Երկրի վիճակը ես կասեի, որ շատ վատացել է, ու ես կապում եմ, որ դա քաղաքական էր։ Ինձ թվում է ավելի շատ անձնական, քան թե քաղաքական, որովհետև իրեն ժողովուրդը շատ էր սիրում, մանավանդ Փարաքարի ժողովուրդը։ Չգիտեմ, ուղղակի աբսուրդ է, որ այդ սիրուն ընտանիքը, չգիտեմ, ուղղակի բառեր չեմ գտնում ասելու։ Իսկ ինչն է վերաբերում հանցագործություններին, այսօր նույնիսկ ես եմ վախենում, իջնեմ բակ, վախենում եմ անկեղծ։ Որ չկա, առաջ վախ կար, ինչ-որ բան կար, հիմա ոչ մի բան, ով ինչ ուզում է նանում, ով փող ունի, ով ինչ-որ ծանոթ ունի, կյանքը նրանց է, մերը չի։